Բարև ձեզ, սիրելի ունկնդիրներ, Փառք Աստծո, որ մենք այսօր էլ քնից արթնել ենք եւ կարող ենք գալ Աստծո ոտքերի մոտ եւ շարունակել ուսումնասիրել նրա խոսքը։ Մենք գիտենք, որ մենք ուսումնասիրում ենք այս երամսյակում մեծ պայքար թեման եւ այսօր արդեն վերջին դասն է այս թեմայի, որը կոչվում է Աստծո սիրո հաղթանակը։ Եվ հիշելու համարն է Հայտնություն 21:3-4։ Եվ գահից մի ուժեղ ձայն լսեցի, որ ասում էր. ահա Աստծո խորանը, որ նա բնակվելու է մարդկանց հետ, նրանք կլինեն նրա ժողովուրդները, իսկ ինքը կլինի նրանց Աստվածը, որ նրանց հետ է։ Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք, այլևս մահ չի լինելու նաև ոչ սուգ, ոչ աղաղակ, ոչ ցավ, որովհետև նախկիններն անցան։ Թող Աստված մեզ օգնի իր Սուրբ Հոգին տա, որպեսզի մենք ճիշտ հասկանանք այս խոսքերը։ Հիսուսի անունով, ամեն։ Ուրեմն այս խոսքերը մեզ հույս են տալիս, որ շուտով գալու է այնպիսի ժամանակ, երբ այսպիսի տառապանքներ, մահ, ցավ եւ այլ նեգատիվ բաներ էլ չի լինելու աշխարհում, բացասական բաներ։ Եվ մեր ընտրությունն է, արդյոք մենք կհավատանք Հիսուսի խոսքերին, արդյոք մենք հույսով կսպասենք այս բոլոր գրվածքների իրականացմանը եւ անկախ նրանից, թե ինչ բաց ժամանակներով մենք կացնենք, այս հույսը, այս բարի լուրը մեզ ուժ կտա, որպեսզի մենք անցնենք ապագա դժվար ժամանակների միջով։ Ֆրանկլին Ռուզվելթը Միացյալ Նահանգների նախագահն էր սկսված 1933 թվականից մինչև 1945 թվականը եւ նա պոլիոմիելիտի պատճառով չէր կարողանում ազատ քայլել, նա օգնության կարիք ուներ եւ նա գրել է. մենք միշտ հավատարիմ ենք եղել այն հույսին, հավատին ու համոզմունքին, որ հորիզոնից այն կողմ կա ավելի լավ կյանք, ավելի լավ աշխարհ։ Եվ նաև անգլիացի հանրաճանաչ բանաստեղծ Ալֆրեդ Լորդ Թենիսոնը գրել է. հույսը ժպտում է գալիք տարվա շեմից շշնջալով ավելի ուրախ կլինի։ Ուրեմն այս երամսյակի վերջին դասում մենք կբացահայտենք Քրիստոսի անսասան սերը տիեզերքի պատմության ամենահետաքրքիր ժամանակաշրջանում եւ նրա ամբողջական ու կատարյալ հաղթանակը բարու եւ չարի միջև ընթացող մեծ պայքարում։ Աստվածաշնչի վերջին հայտնություն գիրքը մեզ մեծ հույս է տալիս այսօրվա վաղվա եւ հավիտենության համար։ Կարդանք Հայտնություն 22:11-12 համարները, Հայտնություն 22:11-12 համարները։ Անիրավություն գործողը թող էլ ավելի անիրավանա եւ կեղտոտը թող էլ ավելի կեղտոտվի եւ արդարը թող էլ ավելի արդարանա եւ սուրբը թող էլ ավելի սրբանա։ Ահա շուտով պիտի գամ եւ իմ վարձը ինձ հետ է, որպես յուրաքանչյուրն ըստ իր գործերի հատուցեմ։ Ես եմ ալֆան ու օմեգան, սկիզբն ու վերջը, առաջինն ու վերջինը։ Ուրեմն անցած դասին մենք անցանք, որ երկու դաս է լինելու Քրիստոսի գալուց առաջ այս աշխարհում, միջին դաս չի լինելու։ Մի դասը լինելու են արդարները, ովքեր կստանան Աստծո կնիքը, մյուս դասը լինելու են անարդարները, ովքեր կստանան սատանայի վիշապի կնիքը։ Եվ ուրեմն, երբ որ ամեն մեկը որոշի, թե ինքը ինչ ուղով է գնում, վերջնական որոշում կատարի, ինչպես այստեղ է գրված, արդեն շնորհի դուռը կփակվի։ Դրանից հետո էլ հնարավոր չի ապաշխարել, ներում ստանալ եւ արդեն սուրբը էլ ավելի կսրբանա, արդարը էլ ավելի արդար կդառնա, իսկ անիրավը էլ ավելի կանիրավանա, մինչև որ կդառնան սատանայի պես դաժան եւ աննկարագրելի ահավոր։ Կարդանք նաեւ Դանիել 12:1-2-ը։ Այն ժամանակ վեր կկենա այն մեծ իշխան Միքայելը, որ քո ժողովրդի որդիների կողքին է եղել, տագնապի ժամանակ կլինի, որպեսզի չի եղել ազգի գոյանալուց մինչև այդ ժամանակը, այն ժամանակ քո ժողովուրդը կազատվի,
բոլորը ովքեր գրքում գրված կգտնվեն։ Եվ երկրի հողում քնածներից շատերը պիտի արթանան, ոմանք ի հավիտենական կյանք, իսկ ոմանք էլ ի հավիտենական նախատինք եւ անարգանք։ Այս որ գրված է այստեղ, ովքեր գրվում գրված կլինեն, անցած դասերին մենք ուսումնասիրել ենք եւ գիտենք, որ այդ գիրքը կյանքի գիրքն է։ Եվ նաև կարդանք Երեմիա 35:7։ Տերն այսպես է ասում. «Վախի ձայն լսեցինք, սարսափի եւ ոչ խաղաղության, հարցրեք ու տեսեք, թե տղամարդը կծնդաբերի, ապա ինչու եմ ամեն տղամարդու տեսնում ծնդականի պես ձեռքերը ազդրերին եւ բոլորի դեմքերը դարկացած, ավաղ, որտեւ այդ օրը մեծ է, նրա նմանը չկա եւ նա Հակոբի համար նեղության ժամանակ պիտի լինի, բայց նա ազատվելու է դրանից։ Եվ այն օրը ասում է Զորությունների Տերը, ես նրա լուծը կկոտրեմ քո պարանոցից եւ քո կապերը կարձակեմ եւ նրանք այլևս չեն ծառայի օտարներին, այլ կծառայեն իրենց Տեր Աստծուն եւ իրենց Դավիթ թագավորին, որին ես կվերականգնեմ նրանց համար»։ Ով է այդ Դավիթ թագավորը? Հիսուսը։ Այսինքն Դավիթը մահացած է, Աստված չի վերցնելու մահացածներից հարություն տալու Դավիթի որպեսզի թագավորի, այլ նկատի ունի Դավիթի սերնդից ծնված Հիսուսին։ Եվ ուրեմն մենք տեսանք, որ այդ երբ որ փորձաշրջանը ավարտվի, կսկսի նեղության ժամանակաշրջանը։ Հայտնություն 16-րդ գլուխը նկարագրում է վերջին 7 պատուհասները, որոնք կթափվեն ամբարիշտ աշխարհի վրա, սակայն նրանք, ովքեր ընտրել են որպես իրենց առաջնորդ Հիսուսի, նրանք կազատվեն այդ պատուհասներից, ինչպես որ Եգիպտոսում պատուհասները թափում էր եգիպտացիների վրա, բայց ոչ հրեաների վրա։ Եվ Դանիել 12:1-ում մենք հենց նոր խոստում կարդացինք, այն ժամանակ քո ժողովուրդը կազատվի բոլորը, ովքեր գրքում գրված կգտնվեն։ Քո բառը մեծատառ է, այսինքն Աստծո ժողովուրդը։ Այստեղ մեծ է հավանականություն, որ նկատի ունի կյանքի գիրքը, կարդանք Հայտնություն 20:12։ Եվ գահի առաջ կանած մեծ ու փոքր մեռելներ տեսա, գրքեր բացվեցին եւ մի ուրիշ գիրք էլ բացվեց, որ է կենաց գիրքը, եւ մեռալները դատվեցին ըստ այդ գրքերում գրված իրենց գործերի համաձայն։ Հայտնություն 13:8։ Նրան երկրպագելու են երկրի վրա բնակվող բոլոր նրանք, որոնց անունները աշխարհի սկզբից ի վեր գրված չեն մորթված գարան կյանքի գրքում։ Այսինքն երկրպագելու են երբ որ տեսնեն, որ իրոք Աստված ճիշտ էր, Քրիստոսը ճիշտ էր։ Այսինքն այս բոլոր համարներից պարզ է դառնում, որ խոսքը գնում է կյանքի գրքի մասին։ Կարդանք առաջին Հովհաննես 3:1-3-ը։ Տեսեք ինչպիսի սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի Աստծո որդիներ կոչվենք, եւ իսկապես ենք։ Աշխարհը մեզ նրա համար չի ճանաչում, որ նրան չճանաչեց։ Սիրելիներ, այժմ Աստծո որդիներ ենք եւ տակավին հայտնի չէ, թե ինչ պիտի լինենք, բայց գիտենք, որ երբ նա հայտնվի, նրա նման կլինենք, որովհետեւ կտեսնենք նրան ինչպես որ է։ Եվ ամեն ոք, ով այս հույսն իր մեջ ունի, իր անձը մաքրում է, ինչպես որ նա է մաքուր, այսքան Քրիստոսը։ Կարդանք նաև Հովհաննես 8:29։ Ով ինձ ուղարկեց ինձ հետ է,
ինձ մենակ չի թողել, որտեվ ես միշտ անում եմ այն, ինչ նրան հաճելի է։ Սա Հիսուսն է ասում։ Եվ Հովհաննես 14:30 Ձեզ հետ այլևս շատ չեմ խոսի, որտև գալիս է այս աշխարհի իշխանը եւ նա ինձ վրա ոչ մի իշխանություն չունի, սակայն որպեսզի աշխարհն իմանա, որ ես սիրում եմ Հորը, անում եմ այնպես, ինչպես Հայրը պատվիրեց ինձ, վեր կացեք գնանք այստեղից։ Ուրեմն նեղության ժամանակ Աստծո ժողովուրդը անձնական հարաբերություններ է պահպանում Հիսուսի հետ, որը այնքան խորն է, այս հարաբերությունները այնքան խորն են, որ ոչինչ չի կարող խախտել դրանք կամ փոխել դրանք։ Նրանց միակ եւ կատարյալ փափագը նրանում է, որ նրանք նմանվեն Հիսուսին, որպեսզի Սուրբ Հոգու ազդեցության շնորհիվ այնքան մաքուր լինեն, որքան Հիսուսն է մաքուր։ Քրիստոսի սրտում չկար որևէ բան, որ արձագանքեր սատանայի խաբեություններին, եւ նմանապես կլինեն նրանք, ովքեր ստացած կլինեն Աստծո կնիքը, նրանք ոչ մի կերպ չեն արձագանքի սատանայի խաբեություններին։ Կարդանք Սաղմոս 27:5 Որովհետև չար օրը նա ինձ ծածկում է իր բնակարանում, նա թաքցնում է ինձ իր վրանի ծածուկ տեղում եւ ինձ բարձրացնում է վեմի վրա։ Ուրեմն վախենալու ոչինչ չունենք։ Նաեւ կարդանք Սաղմոս 91:1 Բարձրալի ծածկոտի տակ բնակողը ամենակարողի Հովանու ներքո է հանգստանում։ Ես Տիրոջը կասեմ իմ ապավեն եւ իմ ամրոց, իմ Աստված, որի վրա եմ հույսս դրել, որտեղ նա կփրկի քեզ որսասողի որոգայթից, չարժան տամահից, նա քեզ կծածկի իր փետուրներով, նրա թևերի տակ ապահով կլինես, նրա ճշմարտությունը վահան է եւ զրա։ Դու չես վախենա գիշերվա զարհուրանքից, այն նետից, որ թրջում է ցերեկը, այն ժանդախտից, որ շրջում է խավարում, այն հարվածից, որ սատկեցնում է կեսօրին։ 1000 հոգի կընկնեն քո կողքին եւ 10,000 քո աջ կողմում, բայց քեզ ոչ մի հարված չի մոտենա։ Միայն քո աչքերով կնայես եւ կտեսնես ամբարիշտների հատուցումը։ Որովհետև դու Տիրոջը իմ ապավենին բարձյալին քեզ ապաստան դարձրիր, քեզ չար բան չի հասնելու եւ պատուհաս չի մոտենալու քո բնակարանին, որտեղ քեզ համար հրամայել է իր հրեշտակներին, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհների մեջ։ Այսինքն այն մարդիկ, ովքեր դիմակայեցին սատանային, ովքեր չվախեցան Աստծուն հակառակ օրենքներից եւ հավատարիմ մնացին Աստծուն, ինչ է նրանց սպասում։ Աստծո կողմից պաշտպանություն։ Իսկ նրանք, ովքեր վախեցան իրենց կյանքի համար եւ ստացան չարի կնիքը, նրանց սպասում է մահ։ Հայտնություն 3:10-12 Քանի որ համբերության իմ խոսքը պահեցիր, ես էլ քեզ պիտի պահեմ փորձության այն ժամին, որ գալու է այս աշխարհի վրա, որպեսզի փորձության ենթարկի երկրի երեսին բոլոր ապրողներին։ Տեսնում եք Աստված ինչ հոյակապ խոստում է տվել։ Ահա շուտով ես գալիս եմ, պահիր ինչ որ ունես, որպեսզի ոչ ոք քո պսակը չվերցնի։ Որոշ մարդիկ կարծում են, որ այս նեղության ժամանակ, երբ որ Հիսուսը դադարեցնի իր միջնորդական ծառայությունը երկնային սրբարանում, երբ որ բոլորը վերջնական որոշում են կայացրել նրա օգտին կամ նրա դեմ, կարծում են, որ իրենք միայնակ են այդ դժվարությունների մեջ լինելու, բայց դա այդպես չէ։ Հիսուսը Մատթեոս 28:20 ինչ է ասում, ահա ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Հավատը վստահում է, երբ չի կարող տեսնել, եւ հավատում է նույնիսկ այն ժամանակ, երբ մեր շրջապատող աշխարհը քարոքանդ է լինում։ Նեղության ժամանակ մեր հավատն ամրապնդվում է, հավիտենության հանդեպ փափագն աճում է, այնպես որ մեր միակ ցանկությունն արդեն հավիտենական կյանքն է Հիսուսի հետ։
Կարդանք Հովհաննես 14 գլխի 1-ից 3 համարները, Հովհաննես 14 1-ից 3 Ձեր սրտերը թող չխռովեն, հավատացեք Աստծուն, հավատացեք նաև ինձ։ Իմ հոր տանը բազում օթևաններ կան։ Եթե ոչ, ես ձեզ կասեի, ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու, եւ երբ գնամ ու ձեզ համար տեղ պատրաստեմ, վերստին կգամ ու ձեզ ինձ մոտ կվեցնեմ, որպեսզի որտեղ ես եմ, դուք էլ լինեք։ Նաև Տիտոս 2:11-14 համարները, Տիտոս 2:11-14 համարները։ Աստծո փրկարար շնորհը հայտնվեց բոլոր մարդկանց, այն մեզ խրատում է, որ մերժենք ամբարշտությունը, աշխարհիկ ցանկությունները եւ խոհեմությամբ, արդարությամբ ու աստվածապաշտությամբ ապրենք այս աշխարհում, սпасելով այն երանելի հույսին եւ մեծ Աստծո ու մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքի հայտնությանը, որն իր կյանքը մեզ համար տվեց, որպեսզի մեզ ամեն անօրենությունից փրկի ու մաքրի եւ իր սեփական ժողովուրդը դարձնի բարի գործերի նախանձախնդիր։ Ուրեմն, երբ որ Քրիստոսը մեզ ասում է ձեր սիրտը թող չխռովի, սա հավաստիացում է, որ երբեք չի թողնի մեզ եւ որ նա կվերադառնա մեզ տուն տանելու համար, որտեղ այս աշխարհը մեր տունը չի։ Ամբողջ նոր կտակարանի յուրաքանչյուր 25 համարը խոսում է Հիսուս Քրիստոսի մեր Տիրոջ վերադարձի մասին։ Երբ օրերը մութ են եւ եկեղեցի պետական իշխանության ճնշող գործողությունները սպառնում են մեր կյանքին, Քրիստոսի գալստյան խոստումը հույսով է լցնում մեր սրտերը։ Սա այն երանելի հույսն է, որը սերնդեսերունդ շարունակում է ներշնչել Աստծո հավատարիմ ժողովրդին։ Կարդանք Հայտնություն 6:15-17 Եվ երկրի թագավորները, մեծամեծներն ու հարուստները, հազարապետներն ու զորավորները, բոլոր ծառաներն ու բոլոր ազատները թաքնվեցին քարայրներում ու լեռների ծերպերում, նրանք, ովքեր ստացել էին արդեն, սա այստեղ խոսքը գնում է Քրիստոսի գալուստի մասին, եւ սրանք ու մասին այստեղ խոսում է, որ ասում է թաքնվեցին քարայրներում ու լեռների ծերպերում, եւ լեռներն ու ժայռերին ասում էին. Ընկեք մեզ վրա ու ծածկեք մեզ գահի վրա նստողի երեսից եւ գարան բարկությունից, որտեղ նրա բարկության մեծ օրը եկել է եւ ով կարող է դիմանալ։ Սրանք նրանք են, ովքեր ստացել են չարի կնիքը։ Ուրեմն չխաբնվենք, անպայման բարկության օրը գալու է, բայց արդյոք այդ բարկության օրը մենք որ խմբի մեջ կլինենք, որտեղ ընդհանրապես երկու խումբ է լինելու։ Մի խումբը ասելու է այս խոսքերը, անհուսության ճիչը, իսկ մյուս խոսքերը կարդանք Եսայա 25:8-9, մյուս խմբի խոսքերը Եսայա 25:8-9 Նա պիտի կլանի մահն առհավետ, Տեր Աստված պիտի սրբի արտասուքը բոլորի երեսից եւ իր ժողովրդի նախատինքը հեռացնի ամբողջ երկրի վրայից, քանզի Տերն է ասում այս։ Եվ այն օրը պիտի ասեն. ահա մեր Աստվածը, որի վրա հույս ենք դրել, նա փրկեց մեզ, Տերն է, նա, որին հուսացինք, ուրախանանք ու ցնծանք նրա փրկությամբ։ Ուրեմն մեր որոշումից է կախված, թե մենք որ խմբի մեջ կլինենք։ Ամբարիշտների խումբը, ամբարիշտները գիտակցում են մեղքի սարսափելի հետևանքները, բայց արդեն ուշ է։ Մինչդեռ արդարներն ընդունում են շնորհի հրաշալի պարգև, որտեղ իրանք համբերեցին, Քրիստոս ասում է, ով որ մինչև վերջ համբերի, նա կփրկվի։ Աստծո դեմ ապստամբությունը հանգեցնում է վախի, մեղքի, դատապարտության եւ ի վերջո հավիտենական կորստի։ Մեր արձագանքը նրա փրկարար շնորհին տանում է դեպի ներողամտություն, խաղաղություն եւ հավիտենական ուրախություն նրա փառահեղ գալուստով։ Ոչ մի փայլուն տնտեսություն, ոչ մի աշխարհիկ ուրախություններ չեն կարող այս խաղաղությունը եւ հավիտենական ուրախությունը տալ։ Կարդանք Հայտնություն 15:3-4 Հայտնություն 15:3-4
Եվ երգում էին Աստծո ծառա Մովսեսի երգն ու գարան երգը ասելով. ովքեր ստացել էին կնիքը Աստծո, ովքեր փրկված էին։ Մեծ ու զարմանալի են քո գործերը, Տեր Աստված ամենակալ, արդար ու ճշմարիտ են քո ճանապարհներով ազգերի թագավոր։ Ով է, որ չի երկնչելու Տեր եւ քո անունը չի փառավորելու, որտեվ միայն դու ես սուրբ, որտեվ բոլոր ազգերը պիտի գան եւ քո առաջ պիտի երկրպագություն անեն, քանի որ քո դատաստանները հայտնի դարձան։ Եվ Հայտնություն 19:7 համարները։ Համարը ուրախանանք եւ ցնծանք ու փառք տանք նրան, որտեվ գարան հարսանիքը հասավ եւ նրա կինը պատրաստեց իրեն։ Կարդանք մեծ պայքար գրքից էջ 651 Քրիստոսի խաչը փրկվածների ուսումնասիրության թեման ու փառաբանության երգ ներինելու ողջ հավերժության ընթացքում։ Փառավորյալ Քրիստոսի մեջ նրանք կտեսնեն խաչյալ Քրիստոսին, այն, որ բոլոր աշխարհների ստեղծողը, բոլոր ճակատագրերի դատավորը մի կողմ դրեց իր փառքը եւ մարդու հանդեպ սիրուց դրդված խոնարհեցրեց իր անձը, տիեզերքի զարմանք ու հիացմունքը կառաջացնի։ Կարդանք Հայտնություն 12:17 համարը։ Իշապը բարկացավ կնոջ վրա ու գնաց նրա մյուս զավակների դեմ պատերազմելու, որոնք պահում են Աստծո պատվիրանները եւ ունեն Հիսուսի վկայությունը։ Եվ նաեւ կարդանք Հայտնություն 17:13-14, որպեսզի իմանանք ինչով ավարտվեց այդ պատերազմը։ Հայտնություն 17:13-14 Սրանք միակարծիք են, իրենց զորությունն ու իշխանությունը տալիս են գազանին։ Սրանք պատերազմելու են գարան հետ եւ գառը հաղթելու է նրանց, որտեղ տերերի տերն է ու թագավորների թագավորը։ Եվ ովքեր նրա հետ են կանչվածներ են ընտրյալներ ու հավատարիմներ։ Այսինքն այդ պատերազմում սատանան եւ իր հետևորդները տանուլ են տալու։ Հայտնություն 19:11-16 Եվ տեսա երկինքը բացված եւ ահա մի սպիտակ ձի, որի վրա նստողը կոչվում էր հավատարիմ եւ ճշմարիտ, նա արդարությամբ է դատում ու պատերազմում, Նրա աչքերը կրակի բոցի պես էին, ու նրա գլխի վրա բազում պսակներ կային, նա ուներ գրված մի անուն, որ ոչ ոք չգիտեր բացի իրենից, հագել էր արյունով ներկված գեծ, նրա անունն էր Բան Աստծո, այսինքն Քրիստոսն է դա, եւ երկնային զորությունները սպիտակ ու մաքուր բեհես հագած սպիտակ ձիերի վրա գնում էին նրա հետևից։ Նրա վերային սրած սուր էր ելնում, որպեսզի նրանով ազգերին հարվածի, այսինքն կրակը, եւ նրան ծաղում է երկաթի գավազանով, նա է տրորում ամենակալ Աստծո ահեղ բարկության գինու հնձանը, նրա զգեստի եւ աստի վրա գրված էր անունը թագավորների թագավոր ու տերերի տեր։ Այսինքն Քրիստոսը եկավ մի անգամ որպես զոհ, իր արյունը թափեց, որպեսզի մարդկանց փրկի, բայց երկրորդ անգամ գալու է որպես թագավորների թագավոր եւ տերի տեր, որպեսզի Աստծո ցասումը իրականացնի անհավատների վրա։ Հայտնություն 19-րդ գլուխն ավարտվում է Հիսուսի գարուսի եւ ամբարիշտների կործանման դրամատիկ պատկերով, բայց պատմությունը ավարտված չէ։ Հայտնության 20-րդ գլուխը մեզ է ներկայացնում 1000 տարվա տևողությամբ ժամանակաշրջան, որը հայտնի է որպես հազարամյակ։ Կարդանք Հայտնություն 20:1-3 համարները։ Տեսա երկնքից իջնող մի հրեշտակի, որ անդունդի բանալին ուներ իր մեծ շղթայի ձեռքին։ Նա բռնեց վիշապին այն առաջին օձին, որ դևն է, եւ սատանան եւ 1000 տարով կապեց նրան։ Նրան գցեց անդունդը, փակեց ու վրան կնիկ դրեց, որ այլևս ազգերին չմոլորեցնի, մինչև 1000 տարին լրանա։ Դրանից հետո նա փոքր ժամանակով պետք է արձակվի։ Շատերը այստեղ կարդում են եւ կարծում են, դա սա իրական շղթայի մասն է խոսքը գնում։ Եթե Աստված սատանային կապելու լիներ, վաղուց կապած կլիներ։ Բայց Աստված երբեք բռնություն չի գործադրում եւ սա սիմվոլիկ պատկերն է այն իրականության, որ պիտի լինի Քրիստոսի գալուստից հետո, այսինքն Քրիստոսի գալուստից հետո
արդարները տարվելու են վերև, որպեսի դատաստանի նստեն, դատավարությունը լինի եւ մնացած անարդարները բոլորը կործանվելու են Քրիստոսի գալուց, ինչպես գրված է հայտնությունում իր բերանի սրով, այսինքն կրակով։ Եվ այս համարները խորհրդանշական են։ Սատանան բառացիորեն շղթայված չէ եւ տարտարոսի մեջ փակված չէ։ 1000 տարի նա սահմանափակված է այս ամայյան մարդաբնակ երկրի մեջ, իր իսկ ստեղծած հանգամանքներով պայմանավորված, այսինքն ինքը հնարավորություն չունի գնալու ուրիշներին գայթակղելու, իսկ այստեղ էլ մարդ չկա, որ գայթակղի։ Եվ այդ պայմաններով են նա շղթայված, որտեղ պարապ է մնացել, ոչ մեկ չկա, որ ինքը գայթակղի, բոլորը մահացած են, բոլոր անարդարները։ Երկրորդ Պետրոս 2:4-ում գրված է, որ հրեշտակներ բաժվելու են խավարի կապանքներով։ Սատանան երկրի վրա սահմանափակվելու է հանգամանքների կապանքներով, առանց որևէ մեկին գայթակղելու հնարավորության։ 1000 տարի շարունակ նա ականատես կլինի իր ապստամբության պատճառած ամայացմանը, ավերվածության ու աղետին։ Տարտարոս հունարեն բառը թարգմանաբար նույն անդուն բառն է, եւ դա նաեւ նույն բառն է, որը օգտագործվում է Սեպտուագինտայի մեջ, որը 5 տակարանի գրքերի հունարեն թարգմանությունն է, երկրի արարման ժամանակ, երկրի արարումը նկարագրելու ժամանակ։ Ծննդոց 1:2 երկիրն անձև ու դատարկ էր եւ անդունդի վրա խավար էր, նույն այդ հունարեն բառն է տարտարոս։ Ուրեմն Սեպտուագինտայի մեջ անդուն բառը այստեղ հունարեն աբիսո բառն է։ Այն նկարագրում է ամայի երկիրը։ Անդուն ինչ որ ստորգետնյա քարանձավ կամ ինչ որ խորխորած չէ, որ գտնվում է ինչ որտեղ տիեզերքում։ Սատանայի մեղքի ու կործանման աշխատանքը երկրորդ գալուստին նախորդող հսկայական քաոսի հետ մեկտեղ երկիրը վերածել է մի մութ անկազմակերպ զանգվածի, ինչպիսին արարումից առաջ էր։ Այսինքն Սատանան մարտահրավեր նետեց ասում, որ ես լավն եմ, Աստված վատն է, թողեք ես ղեկավարեմ, կառավարեց, եւ այդ հազարամյակի ընթացքում պարզ երևում է իր կառավարման բոլոր հետևանքները։ Կարդանք Երեմիա 4:23-26։ Նայեցի երկրին եւ ահա ամայի անձև էր, եւ երկնքին եւ նրա լույսը չկար։ Նայեցի լեռներին եւ ահա դողում էին եւ բոլոր բլուրները երերում էին։ Այսինքն Երեմիան, Աստված Երեմիային ցույց է տվել Քրիստոսից հետո թե ինչ վիճակ լինի երկրի վրա։ Նայեցի եւ ահա մարդ չկար, երկնքի բոլոր թռչունները փախել էին։ Նայեցի եւ ահա Նրբաստան անապատ եւ նրա բոլոր քաղաքները քարուքանված էին Տիրոջ առաջ եւ նրա բորբոք բարկության առաջ։ Նաև կարդանք Երեմիա 25:33։ Եվ այն օրը Տիրոջից սպանվածները երկրի մի ծայրից մինչև երկրի մյուս ծայրը կտարածվեն։ Նրանց համար սուգ չպիտի լինի, նրանք չեն հավաքվելու, չեն թաղվելու, նրանք երկրի երիցի աղբի պես պիտի լինեն։ Ինչու, որտեղ ոչ մեկ չի լինելու, որպեսզի բոլորը մահացած կլինեն։ Ոչ մեկ չի լինի կենդանի, որ սուգ անի մյուսի համար եւ կամ թաղի։ Ասում է Տիրոջ կողմից սպանվածները։ Այսինքն երբ որ Քրիստոսը երկրորդ անգամ գա։ Եվ Եսայա 24:1-3-5 համարները։ Եսայա 24 1-3-5 համարները։ Ահավասիկ Տերը կավերի երկիրը, քարուքանդ կանի այն, կխեղի նրա մակերեսը եւ ցաքուցիր կանի նրա բնակիչներին։ Երկիրն ամբողջովին կամայանա, ամբողջովին կկողոպտվի, որտեղ Տերն է ասել այս խոսքը։ Երկիրը ապականված է մնալու իր բնակիչների ոտքի տակ, որտեղ նրանք զանց են առել օրենքները, փոխել են կանոնները, խափանել հավիտենական ուխտը։ Անցած անգամ մենք ուսումնասիրեցինք, որ հավիտենական ուխտը դա
շաբաթվա ուխտն է եւ ասում է զանց են առել օրենքները։ Մարգարեներն այստեղ շեշտադրում են աղետալի կործանումը Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ եւ այն, որ այս հազարամյա ժամանակաշրջանում ոչ մի մարդ ողջ չի մնում երկրի վրա։ Մնում են Սատանան ու նրա չարերեշտակները, որպեսզի կշռադատեն իրենց ապստամբության պատճառած ավերածությունները, համայն տիեզերքը կրկին ընդունում է, որ մեղքի վարձքը մահն է։ Աստված լուծում է մեղքի խնդիրն այնպես, որ այն այլևս երբեք չի ծագի։ Նահում 1:9 գրվում է, Նահում 1:9 Տիրոջ դեմ ինչ եք նյութում, վերջ տվողը նա է, նեղությունը երկրորդ անգամ վրա չի հասնի, այսինքն Աստված այնպես է լուծում մեղքի պրոբլեմը, որ էլ երկրորդ անգամ տիեզերքում մեղք չի լինի, երբ որ ինքը վերստեղծի նորից երկիրը։ Աստված դա անում է երեք հիմնական եղանակով։ Առաջին, նա բացահայտում է իր անսահման սերը, բուռն փափագը եւ ողջ մարդկությունը փրկելու անդադար ջանքերը սկսված իր մահից։ Նա ցույց տվեց, թե ինչքան է սիրում, որ իր կյանքը չափսոսած, իր փառքը չափսոսած թողեց եւ իջավ։ Երկրորդ, նա բացահայտում է իր անաչառությունը, արդարությունը եւ արդարադատությունը։ Երրորդ, նա թույլ է տալիս, որ համայն տիեզերքը տեսնի, թե ի վերջո ինչ հետևանքների են հանգեցնում մեղքը եւ ապստամբությունը։ Եվ նրա զոհի միջոցով սուրբերը այնպես են մաքրվում, որ նրանք էլ նույնիսկ ցանկություն չունեն մեղք գործելու։ Հայտնություն 24:6 Տեսա աթոռներ, որոնց վրա նստողներին դատելու իշխանություն տրվեց, տեսա նաև այն հոգիներին, որոնք գլխատվել էին Հիսուսի վկայության ու Աստծո խոսքի համար, եւ նրանց, որոնք չերկրպագեցին գազանին ու ոչ էլ նրա պատկերին եւ չընդունեցին նրա դրոշմը իրենց ճակատին, ոչ էլ իրենց ձեռքին, նրանք կենթանացան ու Քրիստոսի հետ 1000 տարի թագավորեցին, այսինքն Քրիստոսի երկրորդ գալուստի ժամանակ նրանք կենթանացան եւ թագավորեցին, իսկ մնացած մեռելները չկենթանացան, մինչև 1000 տարին լրանա։ Սա է առաջին հարությունը, երանելի եւ սուրբ է նա, ով բաժին ունի առաջին հարության մեջ։ Նրանց վրա երկրորդման իշխանություն այլևս չունի։ Նրանք Աստծո եւ Քրիստոսի քահանաները պիտի լինեն եւ նրա հետ 1000 տարի պիտի թագավորեն։ Այսինքն նույնը ասում է Հիսուսը Հովհաննես գրքի մեջ, որ երկու հարություն է լինելու, մեկը հավիտենական կյանքի համար, մեկը հավիտենական մահվան համար։ Ուրեմն ասում է, որ հազարամյակի ժամանակ այս փրկվածները պետք է Քրիստոսի քահանաներ լինեն եւ նրա հետ 1000 տարի թագավորեն։ Այսինքն ինչ են նրանք անելու։ Հազարամյակի ընթացքում արդարները հնարավորություն կունենան անմիջականորեն դիտարկելու Աստծո արդարադատությունն ու սերը, թե ինչպես են ավարվել մեղքի խնդրի հետ։ Եվ մենք կարող ենք մեր բոլոր հարցերը, որ հիմա ունենք, տալ Աստծուն, եւ երբ որ երկնքում չենք տեսնի այն մարդկանց, որոնք կարծեն, որ նրանք փրկված են, մենք բոլոր փաստերը ունենանք, այստեղ իհարկե գրված է գրքերը բացվեցին, բայց մենք գիտենք, որ քանի որ այն ժամանակ չկար վիդեո, դրա համար է գրված գրքեր, բայց ինչպես այսօրվա դատարաններում օգտագործում են կամերայով նկարված վիդեոները, բերում եւ ցույց են տալի եւ ժյուրին եւ դատավորը կարող են պարզ տեսնել, թե ինչ է կատարվել իրականում, նույնը լինելու է այս դատավարության ժամանակ, այսինքն բոլորիս կյանքի վիդեոները պահպանվում են Աստծո մոտ եւ փրկվածները բացելու են եւ տեսնելու են, որ Աստված այս մարդկանց կյանքում ամեն ինչ արեց, ամեն քայլի դիմեց, որպեսզի այս մարդիկ ընդունեն փրկությունը, բայց իրենք հրաժարվեցին։ Եվ նրանք այդ ժամանակ լիարժեք կհասկանան Աստծո որոշումները։
Նոր ձևով ավելի մեծ զորությամբ, քան երբևէ փրկագնվածները կհասկանան Աստծո հզոր ջանքերը փրկելու յուրաքանչյուր մարդու, որ երբևէ ապրել այս երկրի վրա։ Նրանք նորովի կհասկանան, որ յուրաքանչյուր ոգով կորած է, բացակայում է երկնքից Քրիստոսին մերժելու պատճառով։ Միայն այդ ժամանակ Աստված կկայացնի վերջնական դատավճիռը, երկրորդ մահ, որը հավերժական կործանումն է կորածների համար։ Կարդանք Հայտնություն 20:7-9 համարները։ Երբ 1000 տարին լրանա, Սատանան իր բանտից պիտի արձակվի և պիտի դուրս գա, որ մոլորեցնի երկրի 4 անկյուններում գտնվող ազգերին, Գոգին և Մագոգին։ Նա նրանց պատերազմի պիտի հավաքի, որոնց թիվը ծովի ավազի չափ է, և պիտի բարձրանան երկրի լայնությամբ, և պիտի շրջապատեն սրբերի բանակն ու սիրելի քաղաքը, բայց երկնքից կրակ իջավ և լափեց նրանց։ Ուրեմն այս 1000 տարվա մեջ չի լինի որևէ մարդ, որին Սատանա կարողանա գայթակղել կամ մոլորեցնել, կլինեն միայն նա և իր հրեշտակները, որպեսզի խորհեն սարսափելի հետևանքների մասին, մեղքի սարսափելի հետևանքների մասին, բայց հազարամյակի վերջում ամբարիշտ մահացածները հարություն են առնում դատաստանի առաջ կանելու և իրենց վերջնական վարձը ստանալու համար։ Իսկ մնացած մեռելները չկենդանացան մինչև 1000 տարին լրանա։ Okay, so երբ որ 1000 տարին լրանում է, մյուսներն էլ հարություն ստանում։ Երկրորդ հարությունն է տեղի ունենում։ Եվ երբ որ Սատանան տեսնում է այս իր հետևորդների հսկայական բանակը, որտեղ անարդարները բոլորը իր հետևորդն են, եւ թեև Սատանան պարտության վրա է ցեր ունեցել, բայց նա նորից է քաջալերվում, տեսնելով կորածների հսկայական բազմությունը, որտեղ մեղքը արդեն կուրացրել է այս էակին։ Դեռևս պատրաստ չլինելով վերջ տալ իր ապստամբությանը, նա դուրս է գալիս մոլորեցնելու այս ազգերին։ Սատանա ոգեշնչում է, որ նրանք մի վերջին մեծ ջանք գործադրեն Աստծուն տապալելու եւ իրենց սեփական թագավորությունը հաստատելու համար։ Գոգ եւ Մագոգի զրույթն օգտագործում է խորհրդանշելու Սատանային եւ բոլոր դարերի չփրկվածներին։ Սատանան եւ նրա հետևորդները շրջապատում են սուրբերի բանակն ու սիրելի քաղաքը, ինչպես գրված է Հայտնություն 20:9-ում։ Այսինքն, որտեղից այդտեղ սուրբերի բանակն ու սիրելի քաղաք հայտնվեց։ Հազարամյակի ավարտին ոչ միայն բոլոր ամբարիշտները հարություն են առնում, այլև Սուրբ քաղաքը Նոր Երուսաղեմը երկիր է իջնում երկնքից։ Հայտնություն 21:2։ Ահա թե որտեղից ասում է, որ Հովհաննես ասում է, տեսա նոր երկինք ու նոր երկիր, որտեղ առաջին երկինքն ու երկիրն անցան։ Տեսա Սուրբ քաղաքը Նոր Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից, Աստծո մոտից պատրաստված եւ ինչպես իր ամուսնու համար զարդարված մի հարս։ Եվ տեսնելով այդ փայլփլուն շողշողուն գեղեցիկ քաղաքը, Սատանան համոզում է իր հետևորդներին, որ մենք ավելի շատ ենք, քան թե իրանք, եկեք գնանք եւ գրավենք, մենք կարող ենք դա անել, որտեղ իրենց մեջ կլինեն մեծ զորավարներ, այնպիսի ինչպիսին Նապոլեոնն է, Հիտլերն է եւ այլն։ Հազարամյակի ընթացքում սուրբերը Քրիստոսի հետ ապրում ու թագավորում են Նոր Երուսաղեմում։ Այժմ հազարամյակի ավարտին քաղաքը երկիր է իջնում Աստծո Հիսուսի հրեշտակների բոլոր փրկվածների հետ միասին։ Բոլորը ներկա են մեծ պայքարի եզրափակիչ ճակատամարտին։ Մեղքին մեկ ընդմիշտ վերջ է տրվելու։ Ուրեմն գոյություն ունի երկու հավիտենություն։ Կարդանք երկրորդ Կորինթացիս 5:10։ Երկրորդ Կորինթացիս 5:10։ Որտեղ մենք բոլորս պետք է ներկայանանք Քրիստոսի ատյանի առաջ, որպեսզի ամեն մեկը իր մարմնով ստանա իր արարքի հատուցումը բարի կամ չար, պարզ գրված է, իր մարմնով ստանա իր արարքի հատուցումը բարի կամ չար։ Մարդիկ մարմնով են լինելու, թե փրկվածների, թե ոչ փրկվածները։ Հռոմեացիներ 14:10-11։ Հռոմեացիներ 14:10-11։
Բայց դու ինչու ես քո եղբորը դատում կամ ինչու ես քո եղբորն անարգում, որտեղ բոլորս էլ Քրիստոսի ատյանի առջև ենք անելու, որտեղ գրված է. Ես կենթան եմ, ասում է Տերը, ամեն ծունկ իմ առաջ պետք է ծալվի եւ ամեն լեզու Աստծուն պիտի խոստովանի։ Եվ Հայտնություն 20 գլխի 11-ից 15 համարները, Հայտնություն 20 11-ից 15 համարները։ Տեսա մի սպիտակ մեծ գահ ու նրա վրա նստողին, որի երեսից երկինքն ու երկիրը փախան եւ նրանց համար տեղ չգտնվեց, եւ գահի առաջ կանգնած էին մեծ ու փոքր մեռելներ։ Գրքեր բացվեցին եւ մի ուրիշ գիրք էլ բացվեց, որը կենաց գիրքը, եւ մեռելները դատվեցին ըստ այդ գրքերում գրված իրենց գործերի համաձայն, եւ ծովն իր մեջ եղած մեռելներին տվեց մահն ու դժոխքը, այսինքն գերեզմանը, դժոխքը Աստվածաշունչը նշանակում է գերեզման, իրենց միջի մեռելներին տվեցին եւ յուրաքանչյուրը համաձայն իր գործերի դատվեց։ Մահն ու դժոխքը հրելիճը գցվեցին, սա է երկրորդ մահը, այսինքն գերեզմանը, մահը ամբողջովին վառվելու են եւ ոչնչանան, սա երկրորդ մահն է։ Եվ ով որ կենաց գրքի մեջ գրված չգտնվեց, նա հրելիճը գցվեց, որպեսզի վերջնական ոչնչանա։ Որպեսզի լուծվի մեղքի խնդիրն այնպես, որ չարն այլևս գլուխ չբարձրացնի, բոլորը պետք է համոզված լինեն, որ Աստված արդար եւ արդարադատ է եղել իր բոլոր ճանապարհներում։ Ի վերջո յուրաքանչյուր ծունկ պետք է խոնարհվի ու ճանաչի Աստծո արդարադատությունը մեծ պայքարում, նույնիսկ Սատանան ու նրա չար հրեշտակները, եւ որ երբեք որևէ արդարացում չի կարող լինել Աստծո դեմ ապստամբելու համար։ Ուշադրություն դարձնենք հետեւյալ խորհրդածություններին մեծ պայքար գրքում Էջ 666-668 Հենց որ բացվում են գրքերը եւ Հիսուսն իր հայացքն ուղղում է ամբարիշներին, նրանք մտաբերում են յուրաքանչյուր մեղք, որ երբևէ գործել են։ Նրանք տեսնում են, թե որտեղ են շեղվել մաքրության ու սրբության ճանապարհից, թե հպարտությունն ու ապստամբությունը որքան հեռու են հասցրել Աստծո օրենքը խախտելու ճանապարհին։ Գայթակղիչ փորձությունները, որոնց զիջել են, փայփայլով մեղքը, չարաշահված օրհնությունները, Աստծո արհամարված լրաբերները, մեժված զգուշացումները, համառ անզեղջ սրտերի կողմից հետո մղված ողորմության ալիքները, այս ամենը պատկերվում է նրանց, ասեց հրեղեն տառերով գրված։ Ողջ ամբարիշտ աշխարհը կանգնած է Աստծո ատյանի առաջ, երկնքի կառավարությանը դավաճանելու մեղադրանքով, ինչպես որ հայրենիքին դավաճանելու մեղադրանքով մարդիկ պատիժ են ստանում, նույնը Աստված մեծ ծանրություն է տվել լինել քաղաքացիներ երկնային հայրենիքի եւ մենք դավաճանում ենք, երբ որ գնում ենք սատանայի հետևից, դավաճանում ենք այդ մեր հայրենիքի կառավարությանը։ Նրանք ոչ ոք չունեն, որ պաշտպանի իրենց դատը, չունեն որևէ արդարացում, ինչու որտեղ իրենք մերժեցին Հիսուսին, ասին մեզ պետք չի միջնորդ, տարբեր պատճառներով, մեկ մասը ասում է ես մեղավոր չեմ, միջնորդ պետք չի, մեղավոր լինելով հանդերձ, մյուս ասում է ես չեմ էլ հավատում, որ դա գոյություն ունի, եւ այլն եւ այլն։ Չունեն որևէ արդարացում եւ նրանց դեմ կայացվում է հավիտենական մահվան դատավճիռը։ Կարդանք Հայտնություն 29 Եվ պիտի բարձրանան երկրի լայնությամբ, եւ պիտի շրջապատեն սրբերի բանակն ու սիրելի քաղաքը, բայց երկնքից կրակ իջավ ու լափեց նրանց։ Սաղմոսներ 37:20 Որտև ամբարիշները կկորչեն եւ տիրոջ թշնամները կոչնչանան, ինչպես արտերի պարարտությունը պիտի սպառվեն ծխի նման, պիտի սպառվեն ծխի նման։ Եվ Մաղաքիա 4:1-2 համարները, Մաղաքիա 4:1-2 Որտև ահա գալիս այն օրը վառվող, ինչպես հնոցը, երբ բոլոր գոռոզներն ու չարագործները հարդ են լինելու, եւ նրանց այդ եկող օրը հարդը դա չորացած ցորենն է, եւ նրանց
Եվ նրանց այդ եկող օրը պիտի այրի, ասում է Զորքերի Տերը, արմատ եւ ոստ չի թողնելու, բայց ձեզ համար, որի մամուից վախենում եք, արդարության արեգակը պիտի ծագի եւ նրա թևերին բժշկություն, եւ դուք դուրս պիտի գաք եւ ոստոստեք գոմի պարարտ հորթերի պես։ Այսինքն չի ասում արմատ եւ ոստ չի թողնելու։ Բարին այն է, որ սատանան ու նրա չար հրեշտակները կկործանվեն կրակի լճում, մեղքն ու մեղավորները կսպառվեն, համաձայն Հայտնություն 29 համարի կրակը կլափի եւ կոչնչացնի նրանց եւ նրանք հավետ չեն տանջվի։ Հաջորդ համարում օգտագործվում է հավիտյանս հավիտենից արտահայտությունը, կախված համատեքստից հավիտյանս բառը միշտ նշանակում է անverջ, սակայն մինչև այն ժամանակը եւ ինչ որ բան ամբողջությամբ իրականացվի։ Օրինակ, երբ որ Աննան որոշում է, որ Սամուելին իր որդուն տա, ասում է ես հավիտյան թողնելու եմ իրեն եկեղեցում։ Այսինքն չի նշանակում, որ Սամուելը հավիտյան ապրելու էր մինչև իր մահվան օրը։ Նաև կարդանք Ելք 21:6 Այդ ժամանակ նրա տերը նրան պիտի տանի դատավորների մոտ, այսինքն այստեղ խոսքը գնում է օրենքի մասին, որ երբ որ ստրուկը չի ուզում ազատվի, այլ ուզում է մնալ իր տիրոջ մոտ, միշտ ապրել իր տիրոջ հետ, որտեղ տերը լավն է, եւ ասում այդ ժամանակ նրա տերը նրան պիտի տանի դատավորների մոտ, նրան մոտեցնի դռանը կամ դրանդիքին հերյունով ծակի նրա ականջը եւ նա հավիտյան ծառա լինի նրան։ Այսինքն ոչ ծառան էր հավետ ապրելու, ոչ իր տերը։ Հավիտյան այստեղ նշանակում մինչև նրանց մահվան օրը, կամ նա առաջինը կմեռներ, կամ նա։ So նաև կարդանք Լեովին համոզված լինելու համար, նաև կարդանք Հուդայի 7 համարը։ Հուդա գրքի, նա ընդհանրապես մի գլուխ ունի այս գիրքը, դրա 7 համարը։ Եթե մի մարդ վաճառի Հուդա 7 համարը, ինչպես Սոդոմն ու Գոմորը եւ նրանց շուրջը եղած քաղաքները, որոնք սրանց նման պոռնկացան եւ այլ բնույթի էության հետևից գնացին, իբրև օրինակ դարձան հավիտենական կրակի դատաստանը ընդունելով։ Այստեղ գրված է, որ Սոդոմն ու Գոմորը հավիտենական կրակի դատաստան ընդունեցին։ Դա ինչ է նշանակում, որ մինչև հիմա Սոդոմն ու Գոմորը վարվում են, ոչ։ Հավիտենական կրակ նշանակում է, որ ոչ ոք չի կարող այդ կրակը հանգցնի, մինչև նա իր գործը չավարտի։ Մենք կարող ենք հանգցնել մեր երկրի վրա եղող կրակները ջրով կամ փրփուրով կամ այլ բաներով, բայց հավիտենական կրակը ոչ մեկ չի կարող հանգցնի, մինչև այդ կրակը իր գործը չանի։ Երկրորդ Պետրոս 24:6 Երկրորդ Պետրոս 2:4-6 Քանի որ եթե Աստված մեղանչած հրեշտակներին չխնայեց, այլ խավարի կապանքներով տարտարոսը գցելով դատաստանի համար պահեց, նա չխնայեց նաև հին աշխարհին, այլ 8 հոգուն եւ Նոյին արդարության քարոզչին պահեց եւ ամբարիշտների աշխարհի վրա ջրհեղեղ բերեց։ Սոդոմացիների ու Գոմորացիների քաղաքները մոխիր դարձնելով կործանման դատապարտեց, օրինակ դարձնելով գալիք ամբարիշտների համար։ Ուրեմն հավիտենական կրակը մոխիր է դարձրել Սոդոմն ու Գոմորը եւ նույնը կլինի անարդարների հետ, ովքեր կվարվեն։ Կորածների համար կործանումն է հավիտյան, ոչ թե կործանման գործողությունը։ Աստված հավերժորեն չի տանջի մարդուն։ Ի վերջո երկու հավիտենություններից որևէ մեկն սպասվում է բոլորիս։ Կորածները ցավոք ստանում են իրենց վաստակած վարձը, հավիտենական մահ, ուրեմն ինչու մեր միակ հույսը Հիսուսի արդարությանը վստահելն է, որպեսզի չստանանք այն, ինչին արժանի ենք՝ մահ։ Հիսուսը մեծ հնարավորություն է տվել հավիտյան ապրելու եւ վայելելու այն երանելի կյանքը, որ երբ որ Հովհաննես ասում է, ես տեսա նոր երկինքն ու երկիրը եւ
մեծ պայքար գրքի մեջ նկարագրվում է այդ նոր երկիրը։ Այնտեղ ոչ թե մահացածները վառվել, այսքան անօրենները վառվելու են, սատանան իր հրեշտակները վառվեն, մարդիկ ովքեր ընտրեցին սատանային հետևել, նրանք բոլորը վառվելու են եւ հետո նորից ծաղկելու է երկիր, ինչպես գրված է Եսայայի մեջ։ Եվ այստեղ նկարագրվում է մեծ պայքարի մեջ նկարագրվում է այդ նոր երկիրը։ Այնտեղ ընդարձակ հարթավայրերը վերաճում են չքնաղվլուների եւ երևում են Աստծո լեռների վեհապանց գագաթները։ Այդ խաղաղ հովիտներում կենդանի ջրի աղբյուրների մոտ Աստծո ժողովուրդը դարեր շարունակ պանդուխտ ու թափառական կգտնի իր տունը, վերջի վերջո իր հայրենիքը։ Փրկվածների վերջնական հայրենիքն է հազարամյակներից հետո նոր ստեղծված մեր երկիրն է, վերստեղծված, նորոգված մեր երկիրը։ Եվ այնտեղ կապրեն նրանք, ովքեր չդավաճանեցին երկնքի կառավարությանը։ Երկրի զավակներն անասելի բերկրանքով են մտնում չընկած էակների ուրախության ու իմաստության մեջ, ովքեր կիսվում են գիտության և իմաստության գանձերով ձեռք բերված դարերի ընթացքում Աստծո ձեռքի գործերի հետազոտությամբ։ Նրանք անմշուշ հայացքով են նայում փառավոր արարչագործությանը, արևներին, աստղերին և բոլոր համակարգերին, որոնցից ամեն մեկն իր համար սահմանված կարգով պտտվում է աստվածության գահի շուրջը։ Ամեն ինչի վրա, ամենափոքրից մինչև ամենամեծը, գրված է Արարչի անունը և ամեն ինչում երևում է նրա զորության առատությունը։ Մեծ պայքարն ավարտված է, մեղքը և մեղավորներ այլևս չկան, ամբողջ եզերքը մաքուր է, ներդաշնակության և ուրախության մեկ զարկ է բաբախում ամբողջ անծայր արարչագործության մեջ։ Նրանից, ով ստեղծել է ամենը, կյանք, լույս և բերկրանք է հորդում անեզր տիեզերքի բոլոր տիրույթները։ Փոքրագույն ատոմից մինչև մեծագույն աշխարհը ամեն բան շնչավոր թե անշունչ իր անսքող գեղեցկությամբ ու կատարյալ ուրախությամբ հռչակում է, որ Աստված սեր է։ Ես էլ ուզում եմ լինել այս հռչակողներից մեկը եւ հռչակեմ, որ Աստված սեր է։ Ուզում եմ ապրել այս գեղեցիկ նորոգված երկրի վրա եւ շփվել այն էակների հետ, որոնք երբեք չեն ընկել, եւ նրանցից իմանալ բազմազան հետաքրքիր փաստեր եւ ամենակարևորը, որ հնարավորություն կունենամ շփվելու իմ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հետ։ Արդյոք դա է ձեր փափագը, թե այս աշխարհի ժամանակավոր փայլուն խափող հաճույքները։ Թող Աստված մեզ օգնի, որ գալիք շաբաթվա ընթացքում մենք այնպիսի որոշումներ կայացնենք եւ իրագործենք, որոնք կնպաստեն մեր փրկությանը, այլ ոչ թե հակառակը։ Աստծո ողորմությամբ մինչև մյուս շաբաթ։